Հայաստանը մեր պատկերացումներով շատ ճշմարիտ պատկերացումներով շատ մեծ է։ Արևելքից արևմուտք, հյուսից հարավ։ Դրանից հենց հայրենակցականները, որ չպիտի հրաժարվեն եւ մշտաբար իրենց ներկայությամբ, իրենց համախմբվածությամբ խաղաղորեն պետք է ներկայացնել իրենք։ Ոչ թե աղաղակով կամ ասով ընդդիմանալով եւ ոչ։ Իրենց համախմբվածությամբ։ Եվ Հարությունյանը այդ ռուս մտավորականների հետ այցելել էր ուրեմն Ախտամար։ Եվ համասարանում այն ժամանակ մենք ստեղծել էինք մի խմբով հայրենակցական հայրապաշտպանական այլ մշակութային կենտրոն հայկական իշխանյանը բանը բոլորը որ կային եւ այդ կարողությունի մեջ կային նաեւ ասպրագանցներ, որոնք հետո ղեկավարեցին համազգային շարժումը Վազգենը բանը այդ ժամանակ մենք 67-ին այդ մշակութային կազմակերպությունը ստեղծեցինք եւ հսկայական աշխատանք կատարեց։ Այս դրա հիմքում կար հայրենակցական մոտեցումը միջայլոց։ Որովհետեւ 65-ը կար, 65-ից հետո համախմբվածություն հայրենակցականների եւ մոտենում էր իրար եւ սկսեցինք մենք ճանաչել իրար, հետեւաբար միշտ հայրենակցական միտքը կար։ Հարությունյանը բերեց ուրեմն մի ցուցադրելու մի փոքրիկ մի նկար եւ Ախտամարի ուրեմն ցուցադրություններ եւ կար երաժշտություն, կար նաեւ խոսք։ Եվ թուրքերեն էր իհարկե այդ խոսքը, քանի որ ես արևելակետ եմ թուրքագետ, ես դա թարգմանեցի եւ դա հնչեց ընդհանրապես, իհարկե արժեքավոր մի խոսք է, փոքրիկ բայց մի խոսք է, ցուցադրում էր Ախտամարի պատմական նշանակությունը, որպես կենտրոն, ասենք, դեպքում հայկական միջավայրի հոգևոր առաջնորդություն, նույնիսկ կաթողիկոսություն, բանը, այսպես սկսեց, այսպես ասած, խոսել արդեն։ Գիտե ինչ ճարտարապետեր է մեզ մշակութային բաներ, մեկ էր փաստորեն Իտալիայում ստեղծված այդ մի միություն կար հայ ճարտարապետության քննարկումով, կամ մենք հրավիրեցինք Մուրադի հետ միասին ակադեմիայում, նաև այդտեղ ցուցադրան, կամ մենք ուրեմն մուշներ ցուցադրեցինք արևելին, այսինքն իրական աշխարհից մեր նորից։ Սա սկսվեց մտածել, մենք սկսեցինք մտածել հայրենակցականների մասին։ Այն ժամանակ սկսվեց ձևավորվել հայրենակցական միությունների խմբավորումները։ Մուսավերցիները, մենք եդեսացիներս, բոլորը զեյթունցիները, բաները եւ այդպես սկսեցին իրար ճանաչել։ Բացահայտորեն իսկապես։ Եվ արդեն միությունները ստեղծելու եւ բնօրինական պատկերներ Հայաստանում ձևավորելու համար անվանական առումով, փաստորեն ձևը շարժանել այն ժամանակվանից սկսեց ստեղծելու համար միտքը ծնվեց այն ժամանակ մենք Եդեսյան գոչեցինք երկրներից մեկը, նոր երրորդ սովխոզը գոչեցինք, նոր Եդեսյա, այն թափը նշանավորվեց, մուսալերը նշանավորվեցին։ Այսինքն հասարակական բացառիկ մի երևույթ էր Հայաստանում եւ հասարակական գազագերբությունների ստեղծումը։ Այսինքն գնահատված եւ ճանաչված պետական մտածողությամբ ստեղծեց նաեւ սպիրկի վարչությունը եւ հայրենակցականները սկսեցին միավորվել, բայց այդ միավորումը նույնիսկ ընթացքում ավակների արդեն սպառումով, այսպես ասած, անհրաժեշտ եղավ ստեղծել նաեւ մի կենտրոն։ Եվ այդ կենտրոնը ստեղծվեց հայրենակցական միությունների խորհուրդ անվան տակ։ Միջայլոց այդ ստեղծելու համար նաեւ վասպուրականցիներն էին առաջնությունը, մենք մտածեցինք, որ ստեղծենք այդ միությունը եւ 9 հայրենակցական միություններով 93 թվականին հռչակագրի 3-րդ տարին ստեղծեցինք բաների լրատվական կենտրոնում հայրենակցական միությունների խորհուրդ Միրիջանյանն էր այն ժամանակ ձեր միության նախագահը եւ համարեցինք, որ
մի կարող ուժ ենք ստեղծել, կարող մի մարմին ենք ստեղծել, որովհետև հայրենակցականները այն ժամանակ ձեռնարկեցին մի կարևոր միջոցառում, ոչ թե միջոցառում, բայց մի հնարավորություն։ Մի իրադարձություն, մի միտք սկսեց ծագել արևելյան կողմից, Ավստրալիա հայությունից, ուրեմն, այսինքն կառավարության մեջ, որտեղ մենք պատերազմական վիճակի չէ, անցել եւ ունենք հարավային ճանապարհ, այսինքն Իրանի ճանապարհը։ Իրան-Հայաստան եւ Իրան հարաբերությունները։ Այն ժամանակ հնարավոր էր ջրի վրա մի երկաթյա կամուջ գցել, բայց իշխանությունը մտածեց, որ ճանապարհներ ստեղծեն։ Այսինքն հյուսիս-հարավ միտք այդ ճանապարհներին այն ժամանակ ծնվեց, բայց ով պիտի աներ դա, կամ ով պիտի դա դրա համար միտք օգնեցներ, բայց քանի որ իշխանության մեջ կային կապոլերս, եւ ծնվեց, որ հայրենակցականները պիտի անեն դա։ Այս միտքը շատ կարևոր է ձեզ համար ասեմ, պարզապես հայրենակցականները, բնականաբար աղանց սրտազանը, որ արևելքում Ավստրալիայի առաջնորդներն այն ծանոթ էր այդ մարմնին, հայրենակցական մարմնին բան, եւ մտածեցինք, որ Իրանն էլ առաջարկեց այդ կամուջի նախագծով կառուցել, դրան պիտի լիներ, փաստորեն այնպես եղավ, որ Ավստրալիա հայությունը, որ համախմբել էր մեծ գումար, 2 միլիոն առաջարկվեց, որ այդ 2 միլիոնը օգտագործվել կամուջի վրա։ Իհարկե միայն ու միայն երաշխավորությամբ հայրենակցական միությունների։ Այն ժամանակ ես 4 տարի կառավարության վրա հսկիչ մարմին էի, որ այդ գումարը ծախսվել բացարձակապես այդ կամուջի։ Մենք նվաճեցինք, բայց դրա փոխարեն, երբ որ ստեղծեցինք մեր համախմբված այդ միությունը, խորհուրդը, մենք նաև կարողացանք բերել, ստեղծել առողջի վարչության տարածքում, հսկայական գումար ծախսեցինք իհարկե, բայց երբ ազգային պետականությունը խաթարվեց, ավելի մերժվեց, փաստորեն դա 98 թվականի փետրվարի 3-ն էր, որտեղ 22 հոգի իշխանությունից հրաժարական տվեց, որոնցից մեկը նաև ես էի, այն ժամանակ բնականաբար այդ հրաժարականների շարքով, հիմա ձեզ ուղղակի ասեմ, մեր ազգային ազգընտիր կառավարությունը, պետականությունը կործանվեց։ Սա շատ, այսօրվա իրականությունը, որ հիմա կա, փետրվարի 3-ից է սկսվել։ Սա քաղաքական մի հայտարարություն է ձեզ, ասեմ, ով էլ որ լինել այն ժամանակ, եւ դրա վրա էլ ասենք իր կյանքը տվեց սպարաբետը, որը կոչումը ստացել էր Ղարաբաղից, ոչ Հայաստանի սպարաբետը չէր, հերոսը չէր։ Ուրեմն ասում եմ այդ երևույթով, բայց մենք մի կարևոր մի բան ստացանք կառավարությունից տեղ եւ դա կառուցեցինք։ Բայց երբ որ փոխվեց այդ, կորցվեց այդ իշխանությունը, կորստյան մատնվեց, 2 տարի, 1 տարի գրեթե մենք պայքարեցինք պահպանել տարածքը, հսկայական գումար էինք ծախսել, շատ արևի վարչության, բայց դատական միջոցով նրանք վերցրեցին դա եւ ինչպես որ հիմա դուք չունեք տեղ, այն ժամանակ խորհուրդը չունեցավ այդպիսի տեղ, բայց պահպանեց հրադարագությունները, որ բնօրաններ եւ Միրիջայանը առաջին 6 համարի ղեկավարներ, այսինքն ղեկավար խմբագիրներ հրադարագեցինք, հետո դրանից հետո ես։ Հիմա գալով վասկորական հայրենակցական միության պատմությանը ես անդրադառնում եմ այդ հզոր, այդ կազմակերպված հենց այդ միության ներկայացուցիչները դա իրենցից ներկայացնում են մի մեծ երգչախումբ։ Մենք այդ հանդեսից հետո իջնում ենք այդ ձորը եւ բոլորը Կապուտյանի հետ միասին հազար Պասպարականյանի երգեր էին երգվում։ Իքտեր գիտի դա։ Դա մեծակույն էր, ասենք, հաղթանակի օրերն էին լինում, մեր բնօրանի հիշատակման օրերն էին։ Իհարկե, հետո ահա այս վիճակը, որ հիմա դուք ունեք,
ընթացքում դուք մի 3 անգամ ստացել եք այսպես մի վիճակ։ 3 անգամ։ Միրիջանի ժամանակ, չէ, դրանից Օմանյանի ժամանակ, երբ փոխվեցիք դուք 2-3 անգամ, հա, եւ դա պատճառ եղավ անհատի այսպես հակասություններով հայրենական միությունը շատ դժվարությունների մեջ եկավ։ Իհարկե մենք խառնվեցինք եւ նույնիսկ իշխանությունները համախմբելու համար պատկերը, որ վասպուրականցի գանդույցները կարողացանք պահպանել դա եւ շատ կարեւոր էր։ Բայց այսօրվա ձեր վիճակը ես չեմ ասի, որ ողբերգական է, ոչ, ընդհանրակը այսօրվա ձեր այս փոքր խմբի հավաքը այսպես էլ այն ժամանակ մենք այսպես փոքր խմբերով ենք հավաքվում։ Կարող եք ստեղծել ավելի հզոր, ավելի գիտակցված, ավելի համախմբված կազմակերպություն, նոր սերունդի, ձեր զավակներին, ձեր կողքին վերադարձնել եւ ստեղծել այսպիսի այդ կազմակերպություն, երիտասարդություն։ Միջև երիտասարդությանը դուք չհամախմբեք, չեք կարող շարունակել։ Սա ինչի համար եմ ասում, տեսեք, բոլոր հայրենական միությունները այդպես մի վիճակի մեջ։ Ես ունեմ 250-ից ավելի հասցեներ Եդեսիայի համար։ Ամենաուժեղ միջայլոց հայրենականները դրանք Սփյուռքի հետ կապված, հատկապես հարևանայության, բանի հետ կապված, վերահայության հետ կապված։ Բայց եւ հիմա ես որոնում եմ դրանց, չէ՞, այդ հասցեներով հսկայական կորուստներ են։ Դերային ասենք հերախոսները, քաղաքային հերախոսները չեն աշխատում, ձերքի հերախոսները չեն ասում, այսինքն իրենք դարձել են մի քիչ անդարբեր, իրենց հասարակական կյանքի, իրենց բնորոշ աշխարհի նկատմամբ ոգսերն այնքան մեծացել են, քաղաքական կյանքը այնպեսի ոլորտներ են ստեղծել ձեզ համար, բոլոր մեր ժողովրդի համար, որ հայրենական կյանքը դարձել է երկրորդ։ Բայց իսկապես հիմա, որ հայտարարվեց, որ իրական Հայաստանը այս չէ, այս է, չէ, իսկապես պարտականություն իմ հերախոսն է։ Պարտականություն է դառնում, հա, մնացյալ հայրենականների այս փշրանքին, ես ասեմ, չվիրավորվեք, հա, դառնան մի բրունց, հավաքվեն, հա, մի հունձի նման մի բան, հավաքել բոլորիդ իրար կողքի, հայրենական խորհուրդներ գա իր մամուլով, իր միջայլոց։ Նորից ակտիվացնենք, ես ուզում եմ նաև քարոզչական կենտրոն, ինչպես յութուբի քարոզչական կենտրոն անհատների չէ, հայրենական միությունների խորհուրդը այդպիսի կենտրոն դառնա, քարոզչական մարմին դառնա, որը քաղաքական կամ ընդդիմային խոսք չասի, այլ միավորման խոսք ասի, այսինքն գրագի մեջ չգնել, ընդհանրակը ավելի ազատ խոսք այնասիրության, պատմության, մշակույթի, մեր քաղաքագործության շուրջ մենք կարող ենք ուրեմն բանախոսել, հավաքվել, բոլորին հրավիրված։ Ես պատմաբանների հետ եմ խոսել, բոլորի հետ եմ խոսել, հիմա ես չեմ ուզում եմ ասել, ուզում եմ ստեղծել պատմաբանների խորհուրդ։ Անկախ, որտեղ վտանգված են այդ բոլորը իրենց կենտրոններս, հա, ավերակ դարձնելու համար, բայց համարձակորեն ասում եմ, դժվարությամբ են այդ մտքի հետ ընկերանում։ Այսինքն հարաբերությունները իշխանության կամ օղակների հետ, հա, իրենց հանում են այդ գործից, չեն համարձակվում, որտեղ երկիրը, հա, սարսափելի քաղաքականացված է։ Այս միջավայրը պիտի կարողանանք մարել եւ փրկել ընդհանրապես մեր խորհրդակցությունը, մեր մտքի ազատությունը։ Դա միայն հայրենականները կարող են անել դա, որտեղ միայն հայրենիքը պիտի լինի այդ միտքը պահել հիշատակները, պահել զավակներին բանը։ Կամ մի այսպիսի ասույթ, որ ես հրադարակում եմ, կամ մեր ավակները ասում էին, երբ հանդիպում էին փողոցում, որևէ մեկին, որը ծանոթ եք նրան ասում է, որ տեղացի ես։ Ասում է Երևանից եմ, ասում է, բայց
որ դու գեղացի չես, բայց հայրդ որ գեղացի է, հայրս էլ ասեմ, պապդ որ գեղացի է, ասում եմ, բայց գիտեմ, կարծեմ, ասենք Կարինից եմ, Տարսեցի եմ, կամ ես, ասում եմ, այդ դա եմ հարցում, իմիջայլից ես այդ բանը փորձածում եմ, առաջին բարև տվողին հարցում եմ, որ դեղացի ես, ասում եմ, ինչ ես ասում, ասում եմ, որակդ, դեմքդ, աչքդ, նայվածքդ, հիշողությունը, քեզ թելադրում եմ, որ դու ասես, որ ես այստեղից եմ, արժեքդ բարձրացրու, դու գիտակցիր, դու որ դեղացի ես, որտեղ երբ որ իսկապես եմ ասում ձեզ, և Արևմտյան Հայաստանում ասում ես, ես Արևմտյան Հայաստան շատ չեմ գործածում այդ բանը, երբ Հայաստանում բնում ամեն վիլայետ անցնելիս կամ երկիր անցնելիս տարբեր գույն ես տեսնում, տարբեր հաց ես ուտում, տարբեր մշակույթ կա, տարբեր ասենք միրգ ես ուտում, տարբեր համ ես զգում, անգերձ ուղղակի ես զգացել եմ դա, որ ուրիշ աշխարհ են, ամեն մեկը մի աշխարհի գույն ունի, մի տեսք ունի, մի հող ունի, մի խոնավություն ունի արել, մեզ որ հայրենական միությունների պահելը, ամրանալը, հագասություններից դուրս նվիրվածությունը, անհրաժեշտություն է հայրենականի համար։